Խոհանոցը պարզապես բաղադրատոմսերի չէ կազմված, այն ազգի պատմությունն է, բնավորությունն ու հոգին, ինչպես լեզուն ունի բարբառներ, այդպես էլ խոհանոցը ունի տարբեր դրսևորումներ, կա հայկական խոհանոց, որպես ամբողջություն, եւ կա շիրակի խոհանոց, իր առանձնահատուկ համով, ավանդություններով ու սովորություններով։ Սկզբում պատրաստում ենք, սա կոչվում է չրով թիրիտ, սա շատ պատմական կերակուր է, նույնիսկ ասում են, որ Նոյի ժամանակվա, երբ Նոյը իջել է, Նոյի տաբանը երբ իջել է արդեն հողի վրա եւ ոչինչ չեն ունեցել ուտելու, ամբարներից քերել են մի քիչ բրինձ, մի քիչ ծավալ, մի քիչ չրեղեն եւ այդպես պատրաստել են այս ուտելիքը։ Թիրիտ, սա այն ուտեստներից է, որտեղ չորացած ծիրանը խաղում է առաջնային դեր։ Ծիրանը համարվում է Հայաստանի խորհրդանիշ, նրա ազգային միրգը, բայց տանտիկիները չեն սահմանափակվում միայն ծիրանով, օգտագործում են ձեռքի տակ եղած բոլոր չրերը։ Տարիների ընթացքում, ինչպես մշակույթը էվոլյուցիա է ապրում, այնպես էլ չէ որ խոհանոցը մշակույթի շատ կարևոր եւ բաղադրիչ մասերից մեկն է, էվոլյուցիա է ապրում։ Գալիս են նոր նյութեր, գալիս են նոր համեր եւ մեր ճաշատեսակները ժամանակի ընթացքում մի քիչ փոխվել են։ Ինչպես պատմում է Տիկին Մկրտչյանը, բրինձը սկզբնական շրջանում չի եղել հայկական խոհանոցում։ Այն հայտնվել է ռուսական զորքերի գալուց հետո եւ ժամանակի ընթացքում ներդրվել է ավանդական բաղադրատոմսերում։ Ավելացնում ենք կարագ, այնուհետ չրեր եւ խառնում ենք։ Ավելացնում ենք դարչին, ընդհանրապես բրինձով կերակուրների հիմնականում դարչին են ավելացնում, դա շատ համեղ բան է տալիս, բույր է տալիս եւ նաեւ համը փոխում է։ Ավելացնում ենք նաեւ քրքում, գույնի համար եւ նանա թարմության համար։ Տիկին Մկրտչյան, ինչու է այս ուտեստի անունը թիրիտ, ինչ է դա նշանակում։ Թիրիտից թվում է թե այդ չոր մրգերի անունից է առաջացել։ Յուրաքանչյուր ավանդական ուտեստ ժամանակի ընթացքում փոխվում է, հարմարվում է նոր համին, ընկալումներին։ Ցանկացած տանտիկին փորձարկում է, ավելացնում է ինչ-որ բան իր կողմից եւ այդպես է ծնվում ժամանակակից տարբերակները, որոնք միևնույնը կրում են ավանդական պահպանման գիծը։ Թիրիտը պատրաստ է, հեշտը երկրորդ ուտեստինն է։ Նախատեսել եմ, որ պետք է պատրաստենք ժողովուրդ ասում է եւ քոնջոլ են ասում եւ քրչիկ են ասում։ Իմիջիալոց ասեմ, որ շատերի շատ սիրելի կերակուրն է սա եւ հատկապես ձմեռային սեզոնին, որովհետեւ պատրաստում է թթու դրած կաղամբով։ Հիմա մենք այստեղ ունենք թթու դրած կաղամբ, ունենք կարտոֆիլ, ունենք սոխ, ունենք սխտոր, ունենք ցիտայուղ եւ նաեւ վեշջում ռեհան։ Տիկին Մկրտչյան, այս ուտեստը ինչ կապ ունի հայկական մշակույթի եւ պատմության հետ։ Կապ ունի այնքանով, որքանով որ Հայաստանի հատկապես այս մեր Շիրակի տարածքում աճում են այդ բույսերը, աճում է կաղամբ, որ ժողովուրդը հիմնականում ձմեռային կերակուրը ժողովրդի դա կաղամբի թթուներ եւ կարտոֆիլը։ Ինչպես նշում է Տիկին Մկրտչյանը, Շիրակի տարածաշրջանի շատ ուտեստների հիմքում հացահատիկային բույսերն են, այն ինչ որ աճեցնում են շիրակցիները։ Շիրակը այնքան հարուստ է հացահատիկով, որ թվում է, այդ երկիրը ստեղծված է հենց այդ մշակաբույսի համար։ Մեր կանաչիների թակուհին նաև բանն է ծիտրոնը։ Այն որ ասում է ռոզմարին դրա տարբեր տեսակն է, մեր սարի ծիտրոնը ամենա բուրավետն է։ Տապակում ենք սոխը յուղի մեջ, այնուհետ ավելացնում ենք մնացած բաղադրիչները, խառնում եւ փակում կափարիչը։ Խոհանոցում ամենակարևորը սերն է եւ ինձ համար որպես մարդու որպես կնոջ առաջին հեշտին մաքրություն է։ Պատրաստել այսքան հետաքրքիր ու ախորժաբեր ուտեստներ ու չհամտեսել գրեթե անհնար է։ Մենք էլ որոշեցինք Տիկին Մկրտչյանի խոհանոցում անցկացրած ժամը ամփոփել հենց համտեսով։ Անպայման կհիշենք, որ այս ամենասովորական կերակուրները դրանք կապ են անցյալի հետ, դրանք կարոտներ ունեն իրենց մեջ, որովհետև այս կերակուրները եկել են այն երկրից, որտեղ մեր պապերն են ծնվել, որտեղ իմ ծնողներն են ծնվել, եւ ես կարծում եմ, որ այս մեր ազգային ուտեստները մոռանալը, դա նշանակում է մոռանալ ազգային մշակույթը, որովհետև ուտեստը դա մարդու կողմից ստեղծված այն ամենակարևոր մշակութային բաղադրիչներից մեկն է։ Տիկին Մկրտչյան, շատ համեղ է եղել։ Համեղ է։ Մի քիչ աղքիչ էր ինձ թվում է։ Պես ասում են, սննդի համը հիշողության համն է։ Ցանկացած ընտանիք պետք է պահպանել ավանդությունները, փոխանցել բաղադրատոմսերը, հիշել իր պատմությունը, որպեսզի չկորցնի կապը հայրենիքի ու իր արմատների հետ։ Գոհար Խոցանյան, Խան Հովհաննիսյան, այսօր։